Լցրեք ընկերներ, բաժակները Լի բաժակներով մայր հողին, արևի շողին ու գինի պարգևող հայոց խաղողին մեր գինեգործները գովերգում են Wine Paris միջազգային ցուցահանդեսում։ Այս տարի եւս հայկական 23 ընկերություն միասնական տաղավարով աշխարհի 169 երկրի պատվիրակներին ներկայացրել են մեր գինիները, հազարամյա ավանդույթներն ու ժամանակակից արտադրական կարողությունները։ Մեր գեղեցիկ տաղավարի շնորհիվ գրավեցինք բավականին հետաքրքիր փորձագետների, գնորդների, ովքեր այցելեցին մեզ, համտեսեցին մեր որակյալ գինիները, ծանոթացան մեր գինու պատմությանը, մեր սորտերին, տերոարներին, հպարտորեն եմ սա ներկայացնում, որտեղ իսկապես բավականին մեծ աշխատանք է տարվել եւ գրեթե բոլորը գոհ էին մեր այս տարվա միջոցառումից։ Տեղական ու միջազգային արտադրողների մասնակցությամբ նման հարթակները նպաստում են հայկական գինիների արտաքին շուկաներում դիրքավորելուն, վստահեցնում է Մուրադյանն ու նշում։ Հենց այսպիսի միջավայրում են անցկացվում B2B հանդիպումներ, ձևավորվում նոր գործընկերային կապեր եւ ստեղծվում նախադրյալներ, հայկական գինին որպես ազգային բրենդ միջազգային շուկայում ավելի տեսանելի դարձնելու եւ արտահանման պայմանագրեր կնքելու համար։ Նման միջոցառումները բավականին գիտելիքի առումով շատ արժեքավոր են եւ կոնկրետ բոլոր երկրներից գնորդներ են այցելում միջազգային ցուցահանդեսներից, իսկ մեզ համար կարեւոր է, որ մի ցուցահանդեսի շրջանակում կարողանում ենք հանդիպել այն գործընկերների հետ, ովքեր որ ներմուծում են գինիներ տարբեր երկրներ։ Բացի այդ, նման ցուցահանդեսները կարևոր հարթակ են Հայաստանը ներկայացնելու որպես հնագույն գինեգործական երկիր, հարուստ տեղացին սորտերով ու պատմամշակութային ժառանգությամբ։ Դրանք հատկապես հետաքրքրություն են առաջացնում նոր ու ինքնատիպ համեր փնտրող հյուրանոցային եւ ռեստորան սրճարանային սեգմենտի ներկայացուցիչների համար։ Այդ պահանջարկն էլ իր հերթին նպաստում է եվրոպական շուկա հայկական գինիների արտահանման աճին։ Նախորդ տարվա համեմատ Եվրոպա արտահանումը ավելացել է շուրջ 23%, իսկ գնային արժեքով 45% աճ ունենք։ Դա վկայում է նրա մասին, որ ավելի շատ բարձր որակի եւ բարձր արժեքով գինիներ ենք արտահանում Եվրոպա։ Իդեպ Հայաստանը ոչ պակաս հետաքրքիր է նաև գինու տուրիզմի տեսանկյունից։ Փարիզյան գինու օրերին զբոսաշրջային գործակալությունները ոչ միայն հետաքրքրվել են, այլև գնել յուրօրինակ գինիներ համտեսներ կազմակերպելու եւ հայկական գինու համով եվրոպացիներին Հայաստան բերելու համար։ Ծաղկանուշ Միրզոյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։